Մինչև հուլիսի 19-ը կատարեք գնումներ Իդեալ համակարգի խանութներից եւ ամեն շաբաթ ստացեք հնարավորություն շահելու 500,000 դրամ արժողությամբ ճամփորդական ուղղագիր դեպի Կարմիր ծով, Իտալիա, Իսպանիա կամ ձեր նախընտրած ուղղությամբ։ Հուլիսի 14-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում Սասնա փողոցի շենքերից մեկի բակում հայտնաբերվել է դիպ։ Պարզվել է, որ մահացած է Երևանի բնակիչ 16-ամյա աղջիկ է, ով ըստ նախնական տեղեկությունների 6-րդ հարկից անզգուշաբար վայր է ընկել։ Ստացված փաստերով քննչական բաժնում նախաձեռնել է քրեական վարույթ, պարզվում են դեպքի հանգամանքները։ Հուլիսի 14-ին ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Մարմարաշեն գյուղում բախվել են Գեղարքունիքի մարզի բնակիչ 19-ամյա Էմանուելի վարած Kia Forte Magnishi եւ 75-ամյա Ասլանի վարած VAZ 2106 Magnishi ավտոմեքենաները կամ 1 զո նախաձեռնել է քրեական վարույթ։ Երևան-Երասխավտո ճանապարհին ողբերգական ավտովթարի հետևանքով Երևանի Սուրբ Աստվածամայր բժշկական կենտրոնում մարմնական վնասվածքներով տեղափոխված հնգամյա Անահիտի կյանքը փրկել հաջողվել է։ Հիշեցնենք, որ ավտովթարը տեղի էր ունեցել հուլիսի 8-ին ժամը 11-ի սահմաններում Երևան-Երասխավտո ճանապարհի 18-րդ կիլոմետր հատվածում բախվել էին Ford Transit, Dodge Hyundai Sonata Magnishi ավտոմեքենաները։ Ներքին գործերի նախարարության 112 օպերատիվ կառավարման կենտրոնահազանգ է ստացվել, որ Մալաթիա Սեբաստիա վարչական շրջանի Պատիկյան փողոցի տներից մեկում միայնակ բնակվող կինը մահճակալից ընկել է եւ գտնվում է անօգնական վիճակում։ Փրկարարները շտապօգնության բժշկի եւ բուժքրոջ հետ կնոջը բարձրացրել են անկողին, ապա բժիշկներն անհրաժեշտ բուժօգնությունն են ցուցաբերել, անգամ ցանկացել են կնոջը տեղափոխել հիվանդանոց, սակայն վերջինը հրաժարվել է։ Ռաթավառի օրը Վաղարշյան փողոցի 24 կոտորակ պետ շենքի բակային հատվածում միջադեպ է տեղի ունեցել, որի ժամանակ հնչել են կրակոցներ ու կամ վիրավորներ։ Դեպքի վայրում հայտնաբերվել են կրակված պարկուճներ, գնդակ, վնասված ավտոմեքենաներ, մեկ այլ ավտոմեքենայի վրա էլ առկա է կրակոցի հետ, իսկ մեկ այլ ավտոմեքենայի վրա արնանման հետքեր։ Հայտնաբերվել է նաև կացինի պոչ, որի վրա նույնպես կա արնանման հետքեր։ Նախաձեռնել է քրեական վարույթ կամ 1 ձերբակալված։ Դատարանը 19-ամյա Վարդան Մարկոսյանին, ով Mercedes CLS-ով փորձել էր նվաստացնել մեկ այլ վարորդի ու բախվել ավտոբուսին, ինչի հետևանքով կային վիրավորներ, խափանման միջոցը փոխվել է։ Երևանի ընդհանուր իրավասության դատարանը մերժել է քննիչի միջնորդությունը, Մարկոսյանի նկատմամբ կիրառել են վարչական վերահսկողություն եւ համացանցից օգտվելու սահմանափակումներ։ Հայաստանում հայտնի ընկերություններից մեկի աշխատակցին պատկանող Ամիո բանկի բանկային քարտից հափշտակել են խոշոր չափի գումար։ Հուլիսի 11-ին տուժողը չվճարված տուգանքի վերաբերյալ հաղորդագրություն է ստացել հեռախոսին, որում նշված հաշվեհամարին բջջային հեռախոսին կցված իր Ամիո բանկի քարտային հաշվեհամարից գումար է փոխանցել, ապա կարճ ժամանակ անց անհայտ անձը համակարգչային տեխնիկայի գործադրմամբ իր վերոնշված հաշվեհամարից ստալել է խոշոր չափի գումար, նախաձեռնել է քրեական վարույթ։ Վիճաբանություն եւ ծեծկրտուք է տեղի ունեցել Շիրակի մարզում շանհաչելու պատճառով սկսված միջադեպի հետևանքով կանտուժացներ 5 մարդ տեղափոխվել է ոստիկանության Մուշի բաժին։ Փաստաթղթերն ուղարկվել են Շիրակի մարզային քննչական վարչություն։ Հուլիսի 12-ին վիճաբանություն է տեղի ունեցել Արագածոտնի մարզում Ղազարավան համայնքի Լանջախտյուր հանգստյան գոտում ջրելու հարցի շուրջ խոսակցություն է ծագել։ Վիճաբանության ընթացքում կողմերը միմյանց փոխադարձ հարվածներ են հասցրել։ Վնասվել է նաև կռվի մասնակիցներից մեկին պատկանող Kia Magnishi ավտոմեքենան։ Համայնքային ոստիկանության Դավթաշենի բաժնի ծառայողները սպասարկման տարածքում շրջայց կատարելիս Դավթաշենի գերեզմանատան մոտ նկատել են մի մեքենա, որի վարորդը դրսևորում էր կասկածելի վարկ։ Երբ ոստիկանները մոտեցել են, վարորդը մեքենայից ստվարաթղթե տուփ է նետել։ Թմրամիջոց ապօրինի պահելու եւ իրացնելու կասկածանքով վարորդը ձերբակալվել եւ Kia Magnishi մեքենայով հանդերձ տեղափոխվել է բաժին։ Ձերբակալված տղամարդը հայտնել է, որ նետած տուփի մեջ ընդհանուր 210 գրամ մեթամֆետամինով 4 փաթեթ է, որը $400 ձեռք է բերել Telegram-յան ալիքի միջոցով։ Դրանք տեղադրելու Տեղադրման տարածքը լուսանկարելու եւ կոորդինատներն օգտատիրոջը փոխանցելու նպատակով Աչափնյակ եւ Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։ Տղամարդու նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում, հանգամանքները պարզվում են։